Բարև ձեզ, հավաքական հիշողություն թեմայի շրջանակում այսօր զրուցում ենք պատմագետ Ալբերտ Ստեփանյանի եւ մշակութաբան Համլետ Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ։ Հավաքական հիշողության դերի մասին կարծիքները բազմազան են, նույնիսկ ծայրահեղ։ Ոմանց կարծիքով դա կեղծ կատեգորիա է, հնարովի մի բան։ Ոմանք էլ հավաքական հիշողությանը վերագրում են չափազանց կարևոր, նույնիսկ միստիկ, մետաֆիզիկական հատկություններ։ Ձեր կարծիքով ո՞րն է հավաքական հիշողությունը։ Ընդհանրապես հայերենում շատ եզրեր կան, որոնք մենք ավելի սովոր ենք դրանց տակ ոչ թե իմաստներ փնտրել, այլ կարծեք թե մի տեսակ ստուգաբանություն անել եզրերի, եւ բնական է, երբ որ ասում ենք հավաքական կամ կոլեկտիվ հիշողություն, շատ հաճախ մարդիկ կարող են մտածել, թե ինչ որ խմբեր իրենցից անկախ ինչ որ դեպքերի մասին ինչ որ հիշողություններ ունեն, որ բոլորը նույնական են։ Իրականում հավաքական հիշողությունը, եթե մենք պայմանավորվենք այդպես այն կոչել, դա ավելի շատ առանձին խմբերի, երբեմն ասում են ընտանիքի, առանձին հասարակության եւ վերջապես էթնիկ հանրության ընդհանրական պատկերացումներն են իրենց անցյալի վերաբերյալ։ Իհարկե այդ պատկերացումները կարող են ունենալ զանազան ակունքներ, դրա համար հաճախ ասենք այդ պատկերացումները փորձում են անվանել նաև պատմական հիշողություն նկատի ունենալով, որ բոլոր դեպքերում դրանք պատկերացումներ են անցյալի մասին, եւ կարելի է նույնիսկ այսպես փորձել համեմատել, եթե պատմական հիշողության, ասենք, մի բևեռում գտնվում է իրական պատմությունը կամ գիտությունը կամ այն հիշողությունները, որոնք մեզ ահասել են ոչ թե սերնդեսերունդ, այլ որոշակի նյութականացված արժեքների միջոցով, ապա ըստ էության կոլեկտիվ կամ հավաքական հիշողությունը գտնում է այդ դաշտի մյուս բևեռում կամ ձգտում է դեպի մյուս բևեռը, որտեղ, ասենք, ավելի էական են ազատ ինտերպրետացիաները, որտեղ կա, ասենք, որոշակի զգայական ետնախորք, որտեղ այդ ամենը որոշակիորեն կամ ակնհայտորեն շահկապվում են ներկայի խնդիրների հետ եւ կարելի է ասել, որ ըստ էության կոլեկտիվ կամ հավաքական հիշողությունը դա ժամանակի սոցիալ-քաղաքական եւ մշակութային համատեքստում տեղավորվող իրական պատմական դեպքերի ազատ, արձակ, առասպելական մեկնաբանություններն են, բայց ոչ թե մեկնաբանություններ, որոնք գիտական, ասենք, համակարգի մեջ են մտնում կամ ինչ որ տեսք են ստանում, այլ որոնք ավելի ուրեմն պայմանավորում են մեր բոլորի կամ տվյալ սոցիալական խմբի ընդհանրական վերաբերմունքը։ Բարի թե ինչպես են այդ պատկերացումները ձևավորվում, մենք հավանաբար կքննարկենք հաղորդման ընթացքում։ Հիմա խոսքը փոխանցենք պարոն Ստեփանյանին, լսելու իր կարծիքը, ինչ է հավաքական հիշողությունը։ Նախքան հավաքական հիշողության իրողության մասին խոսելը, պարզապես եկեք հիմնական ատոմար հասկացության մասին, ինչ է հիշողությունը։ Եվ այստեղ գյուտ արած չեմ լինի, այսպես Պլատոնն ասում է, անցյալի ներկայությունը կոչվում է հիշողություն։ Այսինքն հիշողությունը որոշակի իմացաբանական իմաստային ճիգ է հաղթահարելու ժամանակը։ Այսինքն ինչ որ եղել է մի ժամանակ, ինչ որ եղել է մի ինչ որ տարածության եւ ժամանակի մեջ, դու պետք է մտավոր ճիգով բերես ներկա։ Սա արդեն հետաքրքիր իրողություն։ Մեկ այլ հին իմաստասեր Ցիցերոնը, Կիկերոնն ասում էր, որ մենք այն ենք, ինչ հիշում ենք։ Շատ հետաքրքիր, չէ՞։ Ես կուզեի այս երկու հասկացությունների միջև, ասենք, բացահայտել նախ ինչ հիշողության իրողությունը, այլ հետո կանցնենք այլ կոլեկտիվ հիշողության իրողություն, որտեղ կոլեկտիվ հիշողությունը իմ գործընկերը շատ լավ ասաց, գոյանում է առանձին հիշողությունական շերտերից, ընտանեկան հիշողություն, անձնական հիշողություն, հասարակական խավի հիշողություն, ազգային տեսակի հիշողություն, եթե դա առասպել չէ։ Ուրեմն որպեսզի որևէ բան հիշենք, մենք առնչվում ենք իրականության հետ։ Իրականությունը տարասեռ է։ Իրականությունը երբեմն նույն ասում են բրաունյան շարժման հետ։ Իրականության մեջ ամեն ինչ կա։ Սկզբից մենք իրականությունից ստանում ենք պատկերներ, զգայական պատկերներ, հետագայում մենք այդ զգայական պատկերները վերածում ենք երևակայության,
հետագայում այդ երևակայությունից պետք է ստեղծենք հիշողություն։ Հետաքրքիր է, որ Արիստոտելի մոտ կա մնեմա հիշողություն, բայց նա կարծում է, որ այդ մնեման, այդ հիշողությունը առավելապես զգայական է դեռևս պատկերագրային, իմագինատիվ։ Դրանից հետո նա հանկարծ օգտագործում է անամնեսիս մի բառ, որը ես հակված եմ թարգմանելու հիշում, այսինքն դրա մեջ կա կամային գործողություն, մեր անցյալի նկատմամբ ինչ որ բռնի գործողություններ կատարելու, որտեղ անցյալի մեջ կա ամեն ինչ, երբ որ մենք հիշում ենք անամնեսիսի մակարդակի ենք հասնում, մենք պետք է որոշենք, թե այդ անցյալի մեջ ինչն է մեզ հետաքրքրում, Համլետը լավ ասաց, մենք պետք է որոշենք, թե ինչ է մեզ հետաքրքրում անցյալում, որտեղ անցյալը բազմադեմ է, տվյալ պարագային ես հիշում եմ, եւ այդ հիշողությունը պետք է ունենա իր սկիզբը, իր զարգացումը, իր վերջը, այսինքն սցենար պետք է ունենա։ Անամնեսիսը հենց այդ սցենարն է, որը ես տալիս եմ իմ հիշողությանը, ուրեմն ես արդեն բռնություն գործադրեցի, եւ այս պարագայից ուզում եմ շեշտել մի բան է, այս պարագային կա մի բան, որ ես հետ եմ գցում հիշողության դաշտից, մոռանում եմ, ուրեմն մոռացությունը հիշումի անբաժանելի մասն է, եկեք մենք ընդմիշտ սա արձանագրենք, դրանից հետո մեր մտավոր գործողության մեջ մենք կատարում ենք ընկալում, կատալեպսիս, ընկալում, որի պարագային այդ պատկերների հիման վրա մենք ստեղծում ենք վերացական հասկացություններ։ Այստեղից ծնվում է մեր պատումը, մեր հիշողութենական պատումը, որից պետք է ծնվի մեր պատմությունը։ Բայց պատմության պարագային, ընդհանրապես պատմությունը երբևէ մինչև վերջ պատկերագրությունից չի հրաժարվում, որտեղ պատմությունը կոնկրետ դեպքերի, կոնկրետ դեմքերի, կոնկրետ իրադարձությունների մասին է։ Այս տեսանկյունից պատմությունը եւ պատմական հիշողությունը նման է արվեստի, ինչ որտեղ, որտեղ արվեստը երբևէ չի կարող հրաժարվել կոնկրետ գործողություններից եւ պատկերներից, եւ այստեղ պատմությունը պետք է կատարի, արվեստը պետք է կատարի իր ընդհանրացումները։ Տարօրինակ չէ, որ մի բան են ասեմ, տարօրինակ չէ, որ հին հույները պատմությունը դնում էին արվեստների շարքում։ Պարոն Ստեփանյան, դուք ձեր խոսքում հիշումը, ձեր ասած հիշումը բնութագրեցիք երկու հատկանիշով՝ մտավոր ճիգ եւ կամային գործողություն։ Կարելի է ենթադրել, որ դրանով է պայմանավորված, որ հավաքական հիշողությունը շատ դեպքերում անվանվում է քաղաքականացված երևույթ։ Անպայման, որովհետեւ հիշողը միշտ սոցիալական ներգրավվածության մեջ է։ Չկա, չէ, սոցիումից դուրս որևէ մարդ։ Ես ու դուք որոշակի սոցիալական ներգրավվածության մեջ ենք, մեզ մեջ կրում ենք որոշակի սոցիալական արժեքներ, մենք որոշակի մշակութային միջավայրի կրողներն ենք։ Մենք արտահայտում ենք մեր մշակութային միջավայրի պահանջը հարցանելու անցյալը, հա, կարելի է այսպես բնձևակերպել, անցյալին հարցեր առաջադրելու, որտեղ յուրաքանչյուր ժամանակ, քանի որ ուզում է իրեն կապել իր անցյալի հետ, յուրաքանչյուր ժամանակ անցյալի նկատմամբ ունի իր հարցերը։ Դրա համար, որպեսզի ես կարողանամ իմ ժամանակաշրջանի իմաստային հարցերը ձևակերպել, ես պետք է ինձ մեջ ունենամ իմ ժամանակաշրջանի մշակույթը։ Իմ հարցի եւ անցյալի միջև գոյություն ունի մշակութային մի ամբողջ շերտ։ Ես մշակույթից դուրս չեմ։ Ինչքան բարդ հարցեր ենք մենք ձևակերպում անցյալի նկատմամբ, անցյալը այնքան բարդ պատասխաններ է մեզ տալիս։ Ինչքան պրիմիտիվ, բարձունակ հարցեր ենք մենք տալիս անցյալին, անցյալը հայելի է, այնքան պրիմիտիվ եւ բարձ հասցեր է անցյալը մեզ տալիս։ Ուրեմն անցյալը, ելի եմ ասում, մենք այնպիսին ենք, ինչպիսին ունի մեզ մեջ ունենք անցյալ, բայց անցյալն էլ այնպիսին է, ինչպիսին մենք ենք մոտավորապես։ Այս դեպքում կարող ենք որոշակի մեխանիզմ արձանագրել, որով հանրությունը ընտրում է այն դեպքերը, որոնք անցյալում եղել են եւ որոշում է, որ դրանք հիշատակության արժանի են, որոշում է ներկա բերել դա եւ ինչ որ մեկնաբանել։ Բարի։ Ուրեմն պիտի ասել, որ բանը հիշողության ընդհանրապես հասարակայնացման խնդիրները շատ ավելի ակտիվ սկսել են քննարկվել նաև նոր ժամանակներում, որովհետև
ուրեմն եվրոպական ազգերի ձևավորման գործընթացը ինքնին ենթադրում էր ազգային ինքնության այնպիսի համակարգի ստեղծում, որը ինչ որ չափով պիտի անդրադառնա նաև ցակման խնդիրներին եւ ժամանակակից բազմաթիվ հետազոտողներ որպես ազգային ինքնության բաղկացուցիչ անպայմանորեն հիշատակում են ցակման մասին ընդհանրական հիշողությունները, այսինքն այսօր աշխարհում հնարավոր չէ պատկերացնել որևէ ազգ, որևէ էթնիկ հանրություն, որը չունի ցակման մասին իր պատմությունը եւ այս տեսակետից իհարկե ուրեմն մի դեպքում հնարավոր է որ հենց ազգագոյացման ինքնին գործընթացը ենթադրի թե մենք ինչպիսի թե հասարակությունը ինչպիսի վերաբերմունք պիտի ունենա անցյալի հանդեպ, ինչը նրանից պիտի առանձնացնի, այս տեսակետից ասենք խորենացին ամենադասական օրինակներից մեկն է, որը սկսում է հայերի պատմությունը մանրամասն ներկայացնելով, բացատրելով, թե ով ենք մենք եւ այդ ամենը ոչ թե սոսկ պատմություն է, այլ կարելի է անվանել հայկական տիեզերքի արարման պատմություն։ Նա սկսում է համարյա ոչնչից, հասցնում է նրան, որ Հայաստան աշխարհը ստեղծվեց։ Եվ բնական է, որ ասենք շատ ժողովուրդներ միշտ էլ ասենք հատուկ կարևորում են այդ ցակումը։ Ինչ վերաբերում է ասենք օրինակ հայկական հիշողությունը հայտնի չափով նաև ասենք ոչ միայն ինքնաբավ եւ ինքը իր ներսում գոյություն ունեցող գործընթաց է, այլ նաև ակնհայտորեն ասենք ամբողջ քրիստոնեական գաղափարախոսության հետ փոխանցված մի համակարգ է։ Օրինակ ասենք ցանկացած քրիստոնյա երկնչում եւ պատկերացնում էր, որ ինչ է նշանակում արդար դատաստան։ Արդար դատաստանը ոչ այլ ինչ էր, եթե անցյալի վերաքննում Քրիստոսը կամ Տիրակալը այն դատավորն էր, որ բացում էր գրքերը։ Եվ նույնիսկ ես հաճախ մտածում եմ, որ հայերի մոտ այսպես պատմության հանդեպ վերաբերմունքը որպես գրված պատմություն, որպես մատյան, որպես կենաց մատյան, որի մեջ ամեն ինչ գրանցվում է, ու իր հիմքում ունի նաև հսկայական քրիստոնեական ավանդություններ եւ աշխարհընկալման առանձին համալիրներ։ Ընդհանրապես ես կարծում եմ, թե ժամանակակից, ասենք հասարակություններում ձևավորված պետությունները անշուշտ քաղաքականություն են կիրառում։ Դա շատ դասական, ասենք, կիրառվել է նաև Ֆրանսիայում, երբ որ նոր ֆրանսիական ինքնությունը կազմակերպելու համար հատուկ ներկայացվում էր ֆրանսիացիների ընդհանրական պատմությունը, այսինքն անցյալի օգնությամբ նոր բան էր կերտում։ Այսօրվա ամենադասական օրինակներից մեկը դա ադրբեջանական ինքնության կերտումն էր, որ ամբողջ գործընթացը, չնայած խորհրդային այդ ազգաբան եղբայրասիրության ժողովուրդ, ամբողջ գործընթացը 20-րդ դարում ընթանում էր պատմություն գրելով։ Բնական է, որ այստեղ խոսքը չի վերաբերում պատմությանը որպես գիտության, այլ վերաբերում է պատմությանը որպես հավաքական հիշողության մի լծակ, որը ժողովուրդ է ստեղծում։ Դրա համար ես կարծում եմ, թե ասենք բանը միայն քաղաքականությունը չէ, որ օգտագործում է հիշողություն ու կոլեկտիվ որոշակի կերպար ստեղծելու համար, շատ հաճախ այդ գործընթացը ինքնագնա է եւ դա ավելի կապված է որևէ առանձին վերծրած հանրույթի զարգացման, ձևավորման, կերպավորման գործընթացի հետ։ Այսինքն, եթե մենք որևէ մի խումբ ցանկանում է ինչ-որ մի ձևով կայանալ, ինքը իրենից անկախ անպայմանորեն դիմելու է այդ կոլեկտիվ հիշողության որոշակի ձևերին եւ այդ ամենը բերելու է որպես ապացույց նրանց կայացվածության հատուկ կերպարի եւ այսպես շարունակ։ Քաղաքականության մասին շարունակենք խոսել հավաքական հիշողության ձևավորման գործում։ Ձեր կարծիքով հասարակությունում հատկապես որ խավերի կամքը եւ մտավոր ճիգն է, որ ազդում է կոնկրետ այդ ժամանակաշրջանի, այդ սերնդի հավաքական հիշողության ձևավորման վրա։ Ուրեմն ինչպես ասեցիք, հիշողության եւ մեր միջև, հիշողի միջև մշակույթ կա։ Ես ուզում եմ այստեղ հիշողության եւ հիշողի միջև այդ մշակութային տեքստի մի քանի առանձնահատկությունների մասին խոսել եւ ձեր հարցի պատասխանը երևի կարող է այստեղից բխել։ Ինչ ձևով ենք կազմակերպում մեր հիշողությունը։ Շատ ճիշտ ասեց Պետրոսյանը, ինքնաբերական ռիթմով։ Այսինքն մենք ունենք մի մտածողության տեսակ, որը իմմանենտ է, ներհատուկ է մեր մտածողությանը, դա առասպելամտածողությունն է։ Մենք ունենք սասնածռերը, չէ՞։
Մասնավորապես շերտերից մեկն էր Շասնացարերի արաբական դարաշրջանինն է։ Պատմությունը դրված։ Ինչպես է դրված այդ պատմությունը, դրված է առասպելական արժեբանության մեջ։ Մենք լեռներն ենք, մենք բարձր ենք, մենք տղամարդ ենք, մենք արդար ենք, մսրամելիքը, մսրը, արաբները, նրանք վատն են եւ այսպես է արժեբանությամբ։ Սա մոտորապես երբեմն երբ որ բնութագրում ենք մեր օրերում, դա հրապարակի պատմությունն է։ Ժողովուրդը իրավունք ունի այդպեսին լինելու։ Երբ որ ասենք թե սկսվեց Ղարաբաղյան շարժումը, մենք գնացինք հրապարակ եւ այնտեղ տիրում էր պատմության այդ ընկալումը։ Մենք լավն ենք, մենք ճիշտ ենք, մենք արդար ենք, մենք էսթետիկապես կազմակերպված ենք։ Իսկ դրա կողքին էլ կային, երբ որ ոմանք ակադեմիական գիտության մեջ գրվում էին, ասենք բրոշուրներ, որ Ղարաբաղը մերն է, արդեն գիտական լեզվով։ Ուրեմն այստեղ կա մեկ իրողություն, երբ որ ժողովուրդն ինքն է ստեղծում պատմություն ասքերի ձևով։ Այս տեսանկյունից եթե նայում ես ընդհանրապես միջերկրածովյան քաղաքակրթությունը, որին ես կարծում եմ մասնակցում եք նաև մենք, մեզանից անդին մինչև Չինաստան պատմագիտական միտք չկա։ Ոչ Իրանում է ստեղծվում, ոչ Հնդկաստանում, մինչև Չինաստան։ Խոսենք դրա մասին քիչ անց։ Իրանում ասենք թե հաղթանակ են տանում Շապուխ արքան հաղթանակում Վալենտինոս Կայսեր նկատմամբ հռոմեական։ Ինչ են անում բարձրականդակ իմագինատիվ պատկեր են ստեղծում, կանգնած է Շապուխը, կողքին կանգնած է Ահուրա Մազդան, Ֆարնան Փարքը, իսկ նրանց ոտքերի տակ ընկած է Կայսրը։ Տակը գրություններ, դևերի նկատմամբ մենք տարանք հաղթանակներ, արդարությունը հաղթանակեց ստին, չարիքին, այսինքն ստեղծված է առասպելաբանական մի ազգային պատմություն, որի ժամանակ կարող ես նման իրադրության պարագային Շապուհի անունը փոխել, դնել, ես չգիտեմ, ուրիշ մի անուն, Վահրամ դնել, իսկ ասենք թե Վալենտինոսի փոխարեն դնել մեկ այլ Կայսեր Կոմոդոս դնել, ես չգիտեմ ինչ, նույն պատկերը կա։ Ուրեմն առասպելը կա ժողովրդի մեջ պատմության բացատրման ասքի այս մեխանիզմը կա եւ դա հավերժական մեխանիզմ է։ Սա մենք մեր օրերում քաղաքային կյանքի մեր պայմաններում ձևակերպում ենք իբրև հրապարակի պատմական ընկալում, հիշողության հրապարակի կազմակերպում։ Էլ եմ ասում, նա իրավունք ունի գոյություն ունենալու։ Բայց կան նաև այլ միջավայրեր, չէ, հիշողության կազմակերպման։ Գոյություն են պրոֆեսիոնալ մարդիկ, պատմագետները, պատմաբանները, որոնք խնդիր ունեն այդպիսի գործունեություն ծավալելու։ Մնեմոտեխնե Արիստոտելը այդպես է ձևավորում հիշողության արվեստը։ Ուրեմն արհեստախմբի տեքստ կա անցյալի կազմակերպման։ Եվ երրորդ տեքստը, որ կարող եմ ասել իմ անձնական, ես փակված եմ իմ կաբինետում եւ աշխատում եմ եւ գրում եմ եւ հիշում եմ, որ ես սոցիալական ներգրավվածության մեջ եմ, ես գրում եմ ոչ թե իմ անձնական հիշողությունը, այլ գրում եմ հանրույթի հիշողությունը, հանրույթի ճշմարտությունը։ Մոտորապես այս երեք հարթությունների մեջ հրապարակում պրոֆեսիոնալ միջավայրում եւ իմ կաբինետում ես կազմակերպում եմ հիշողության տեքստը։ Իսկ այդ դեպքում ով է ուղղորդում ժողովրդին դեպի հրապարակ, ով է պատվիրում արհեստավարժ խմբին որևէ աշխատանք եւ ով է ազդում անհատի վրա իր գրասենյակում աշխատել։ Շատ լավ, ես ձեզ ասացի, որ մշակույթ է հիմնականում առաջին հերթին։ Այսինքն էլի անցյալը։ Չէ, նորմալ մի րոպե։ Նորմալ հասը, մշակույթը իր մեջ իմպերատիվներ ունի։ Ինչու եք դուք բանանում, որ մենք մեր մշակույթը ստեղծել ենք ինչ որ բաներ ժխտելով։ Այս կա արդեն, եւ ես մասնակցում եմ այդ մշակույթին։ Իդեալական կլիներ իհարկե, եթե մենք առաջնորդվեինք, ասենք թե միայն մեր մշակութային իմպերատիվով։ Բայց դա իդեալական կերպար, ուտոպիա է դա։ Այդպես լինել չի կարող։ Բայց մենք ուտոպիկ վիճակները պետք է քննենք անպայման։ Առանց այդ ուտոպիկ վիճակների մենք չենք կարող որևէ ճշմարտություն հասնել։ Այո, կուսակցական, այն դաշնակցությունը գրում է իր պատմությունը, հայոց պատմության իր ընկալումը, ինչու՞ չէ, նրանք իրավունք ունեն գրելու։ Բայց դա չի նշում, եթե մենք գրենք պատմության տեքստը բազմազան է, շատ պետք է լինի։ Այսինքն անդադ գրում ենք, այսինքն ես համաձայն չեմ ընկերոջս, ընկերս համաձայն չի, բայց այդ տեքստի մեջ երբ որ նայում ես, բացահայտում է ճշմարտ։ Այն նկարիչների մի տեսակ, որ անդադ գծում, հերվիս որ նայում ես, տեսնում ես տեսարանը, շատ հետաքրքիր ձևով եղել է։ Պարոն Պետրոսյան, ձեր կարծիքով ով է ուղղորդում հիշողության քաղաքականությունը մեր ժամանակներում։
Արդեն ասացինք, որ ընդհանրապես հիշողության ուղղորդումը այսպես կարող է լինել ներքին, այսինքն ինքնին հանրույթի զարգացման տրամաբանությունը ենթադրում է որոշակի ուշադրություն դարձնել անցյալի որոշ իրադարձությունների, դրանք հատուկ մեկնաբանությամբ ներկայացնել եւ որոշ իրադարձություններ մոռանալ, ինչպես որ ասենք կան մեռած լեզուներ եւ կենդանի լեզուներ, պատմության մեջ էլ կա, ասենք Հոլբախը առաջարկում է այսպես, որ կա պատմություն, որը մենք կարող ենք անվանել գիտելիքների գերեզման, որովհետև դրանցով զբաղվում են միայն հատուկ մարդիկ, նրանք գրում են մի գիրք, որը կարդում են երկու ուրիշ հոգի, բայց դա նույնպես իրավունք ունի գոյություն ունենալ։ Այսօր աշխարհում, ասենք, նումիզմատիկայի բնագավառներ կան, որ ամբողջ աշխարհում 1-2 մասնագետ կա մի միջին բան, որը ընդհանրական է, եւ կա մի ավելի ծայր, որը արդեն ընտրովի է, եւ այս տեսակետից իհարկե կարող են պատվիրել հասարակության զանազան խավերը, կարող են պատվիրել կուսակցությունները եւ ի վերջո ասենք այդ ամենահզոր համակարգը դա այսպես ասած կրթական համակարգն է, որի օգնությամբ տեղի է ունենում այդ ամենը։ Մեր ասենք մենք որտեղից բոլորս գիտենք Հայկի եւ Բելի պատերազմի մասին, անկախ նրանից ինժեները, չգիտեմ, մենք բոլորս գնում ենք դպրոց, դպրոցում կան դասագրքեր, այսօր ազգաբանները շատ ուշադրությամբ հետազոտում են դպրոցական դասագրքերը եւ ես պիտի ասեմ, որ անշուշտ հավաքական հիշողության ամենամեծ բաժինները տարբեր հասարակությունները ստանում են նախ եւ առաջ դպրոցական դասագրքերի միջոցով։ Այսինքն այդ պատվերը արդեն տեսնենք ովքեր են գրում դասագրքերը, ում են պատվիրում եւ այսօր ասենք ինչ աստիճանի մոտեցումներ կան այդ խնդիրներում, ըստ այդմ էլ մենք կարող ենք որոշ բաներ լուծել։ Պարոն Ստեփանյանը շատ ճիշտ ասեց, որ այսօր ասենք դաշնակցականները գրում են պատմությունը դա բնականաբար ներկայացնելով որպես մեր ժողովրդի ընդհանրական գլոբալ պատմություն, բայց բոլոր դեպքերում դա քաղաքական որոշակի ուժի ուրեմն ներկայացում եւ այսօր ասենք բավականին մեծ ակտիվություն է ցուցաբերում։ Նույն ձևի երբ մենք փորձում ենք հասկանալ ասենք մեր հարևանների, վրացիների, ադրբեջանցիների այս վերջին տարիների ինքնության խնդիրներ, ապա մենք տեսնում ենք, որ այո, շատ հաճախ ասենք դա արվում է պետական պատվերով, բայց ես պիտի ասեմ մի երևույթի մասին մի քիչ այսպես նախազգուշացնող, որ այսօր նման խնդիրներով կարող են զբաղվել, այսպես ասած ակադեմիական շրջանակները, ես նկատի ունեմ ակադեմիական պատմություն գրելը։ Ասենք վերջերս վրացական մի քանի հետազոտողներ, որոնք հետազոտում են աղվանական այբուբենը, շատ խոր աշխատանքներ են կատարել աստիճանաբար աղվանական այբուբենն ու գրականությունը մոտեցնելով վրացականին։ Այսօր ամենամեծ աշխատանքը կամ ամենամեծ այսպես կասկածները հարուցում են նաև միջազգային բազմաթիվ կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում, որոնք նույնպես իրենց հերթին իհարկե պատվիրակում են, կան այսօր բազմաթիվ գրքեր, որոնք վերաբերվում են վրացական, հայկական, ադրբեջանական նացիոնալիզմին, այդպես վերնագրերով եւ այնտեղ փորձում են բոլոր ժողովուրդներին էլ բերել, նույնացնել, միակերպացնել, որ մենք բոլորս էլ հակված ենք մեր պատմությունը օգտագործել մեր այսօրվա նպատակների համար եւ դրա համար այն պատմագիտությունը, որ մենք ենք ստեղծում, չի կարող արժեք ունենալ։ Այսինքն դա այդպես շատ գլոբալ եւ փոխադարձ կապված process-ներ են եւ ամեն ինչ այսպես ամենևին չի հանգում միայն նրան, որ մենք ինչ որ հիշողություններ ունենք Եղեռնի մասին, որ մենք ինչ որ հիշողություններ ունենք Վարդանանց պատերազմի մասին, այսինքն այդ մեխանիզմը այսօր ավելի լայնորեն օգտագործում է նաեւ որոշակիորեն մեծ ճանապարհ ցույց տալու, մեծ քաղաքականության падգամները հասցնելու, ուղղորդելու եւ այլն։ Իսկ ինչպես է գրանցվում այս դեպքում հիշողությունը։ Քաղաքակրթական համակարգի փոփոխությունների հետ հիշողության գրանցման մեխանիզմները փոխվում են, ինչպես է արձանագրվում փաստը։ Անպայման փոփոխվում են։ Ես կուզեի հիմա շարունակելով ինգերոջ միտքը, քանի որ ես դասագրքեր գրել եմ, ես չեմ խոսում։ Ես դպրոցում մի համաշխարհային պատմության միջին դպրոցի դասագրքերի, ասենք հեղինակների հիմնականում ես եղել եմ իմ կոլեկտիվի հետ միասին։ Մենք կանգնեցինք բարդ խնդրի առաջ։ Նախ ես ինքս ինձ հարց տվեցի, թե կոլեկտիվ հիշողությունը ինչ միջավայրերում է ֆիքսվում։ Նվերցրեցի մեր հասարակությունը, մեր հասարակության մեջ, ասենք, մուզեյ, թանգարան, կոլեկտիվ հիշողության միջավայր է։ Պայմանական մի տարածք, որը մենք կազմակերպում ենք։ Երբեմն կարող ենք 500 տարվան շատ քիչ ժամանակ տալ։ Երբեմն կարող ենք 20 տարվան Տիգրանի ժամանակաշրջանի շատ մեծ իրողություն տալ։ Այսինքն մենք սկսում ենք արդեն պատմական
ժամանակին տալ արժեբանական բովանդակություն։ Ես պատմության խնդիրն է իսկապես։ Պատմական ժամանակը շատ դեպքերում մեր արժեբանությունից է կախված։ Եվ այս տեսանկյունից մուզեի պայմանական տարածությունը կազմակերպելով, մենք կազմակերպում ենք մեր պատմությունը եւ հասցնում ենք մինչեւ մեր օրը։ Սկիզբը, ինչպես ընդգծեց իմ գոլեգան, մինչեւ այսօր եւ ամեն ինչի հեղինակ ըստ էության վերջին հաշվով մենք ենք։ Բայց մենք հնարավորություն սահմաններում չպետք է այդքան սուտ խոսենք։ Մենք լռությունը կա այնտեղ, մերժումը կա այնտեղ մոռացումը կա այնտեղ, բայց մոռացումը պետք է լինի մեր ազգային եւ համամարտկային արժեքների սահմաններում։ Կան արգելքներ, եթե ես մշակութային եմ, լռությունն էլ մշակութային կարող է լինել։ Ինչը կատարվել, ասենք հետ Օսմանյան շրջանի թուրքիական հանրապետության մեջ։ Նրանք եկել են եւ ստեղծել են իրենց ազգային ռադիոն, հետագայում ազգային հեռուստատեսությունը, հետո ազգային գրականությունը, ազգային երաժշտությունը, առանձին կաֆեների եւ չգիտեմ ինչ միջոցով, առանձին խմբերի միջոցով սկսել են ռոպագանդել եւ այստեղ դրել են մի լռության, այսպես չի եղել այդպիսի եղեռն։ Հայերը ընդհանրապես երբեմն մինչև վերջին ժամանակներս ասում են, այստեղ չեն եղել։ Այսինքն նրանց ամբողջ կառույցը կառուցված է մոռացության վրա եւ նրանք անկեղծորեն մոռացության են տվել իրենց ժողովրդին, շատ թուրքեր կան, որ չգիտեն այդ մասին։ Վերևից եկող, այսօր դուք ասում եք, պետական հիշողության կարգավորման մեխանիզմի միջոցով նրանք ստեղծել են լռության, մոռացության միջավայր։ Եվ արդեն քանի սերունդ դաստիարակում է այդ լռության, մոռացության միջավայրի վրա։ Մեր հասարակությունը ընդհակառակը գերհիշողության վրա է կառուցված։ Գուցե դա է պատճառը, որ մեզ շատ դեպքերում մեղադրում են անցյալը շատ սիրելու, փայփայելու, անցյալում միշտ լինելու, այնտեղ ավելի երջանիկ։ 5-րդ դարից սկսած մեր ազգային մշակույթի եւ ազգային ինքնության մեջ պատմությունը չափազանց կարեւորվում է։ Այսինքն, ինչ որ ուզում ես գրել գրականություններ, երբ որ ստեղծում են այն ժամանակ վերջին հաշվով սա պատմություն էր։ Պատմության տեքստի գերակայությունը մնացած տեքստերի նկատմամբ առկա է։ Եվ այսօր էլ մենք պատմակենտրոն մշակույթի կրողներ ենք։ Այսինքն մենք եղեռնը դա ուժեղացրել է, շեշտել է մեզ մեջ, որտեղ անարդար է աշխարհը մեր նկատմամբ։ Այո, գիտեմ, որ սա ծայրահեղություն է, բայց աշխարհն էլ մեզ պետք է օգնի, որպեսզի մենք հաղթահարենք այս ծայրահեղությունը։ Աշխարհը պետք է օգնի թուրքերին, եթե այդ օգնությունը նրանց անհրաժեշտ է, որպեսզի նրանք վերականգնեն հիշողություն։ Չի կարող մի ամբողջ ազգ ստի, կեղծիքի եւ մոռացության վրա կառուցված լինել։ Դրանք այսպես քաղցկեղի, այսպես բշտիկներ են մարդկության մարմնի վրա։ Մարդկությանը պետք է ճշմարտություն, եւ ճշմարտության բևեռները կարեւոր են։ Այստեղ ասացինք մուզեի մասին։ Մեր եղեռնի մուզեին ենք մտնում, հрьяաների մանավանդ։ Դուք կարծում եք հрьяաների անուն գրված է այնտեղ։ Մեր հələ այդ աստիճանի չի հասել։ Դասագրքերը պայմանական տարածություն է, որտեղ դու պետք է սովորեցնես երեխային պատմությունը։ Պատմության դասը պետք է սովորեցնես։ Պատմության իմաստը պետք է սովորեցնես։ Էլի պայմանական տարածություն է։ Մեր դասախոսությունը բուհական, երբ որ իմ գոլեգայի հետ մենք մտնում ենք, պայմանական տարածություն է։ Այդ պայմանական տարածության մեջ չմտնելով մանրամասների մեջ, հա, մենք արդեն ենթարկելով մեր արեստախմբի ճշմարտությանը անում ենք մեր իրողությունները։ Իսկ ինչու՞ չէ, մեր պետությունը պետք է մասնակցի նաև մեր ազգային հիշողության կազմակերպ, որովհետև մեր լավագույն բանը մենք հավատացում ենք, ուզում ենք հավատալ լավագույն ինչ որ ստեղծել ենք մեր պետությունն է, չէ՞ վերջին ժամանակներից։ Այո, նա պետք է արտահայտի մեր կոլեկտիվ մշակութային հիշողությունը։ Այո, ես հենց ուզում եի կանգ առնել այդ հարցի վրա, թե այդ պայմանական տարածքների ձևավորման գործում պատմության դասագրքից, լսարանից մինչև թանգարան այդ հարցում էական դեր ունի հանրույթի պետականություն ունենալ չունենալու հանգամանքը։ Ես անկեղծ ասած ուզում եի շարունակեի պարոն Ստեփանյանի շատ հետաքրքիր մտքերը եւ քիչ առաջ մենք խոսեցինք Սասանյանների մասին, որոնք ասենք համարյա պատմական հիշողությամբ այսպես բաներ չեն ստեղծել եւ հայերը, որոնք այդքան մոտիկ են եղել եւ Հայաստանում իշխում էր Սասանյան համակարգը,
քրիստոնեության շնորհիվ ստեղծել են ունիկալ հիշողության համակարգ։ Եվ այս տեսակետից ես կարծում եմ, որ մենք շատ հաճախ դա անտեսում ենք, երբ ժամանակակից երևույթներն են քննարկում, քանի որ հայկական քրիստոնեական հիշողությունը անպայմանորեն ուղղված էր ապագային։ Այսինքն այդ հիշելը ոչ միայն պայմանավորված էր հասարակական զարգացումով, այլ այն ընդհանրական պատկերացումը, որ ընդհանրապես աշխարհը գիրք է, որը գրված է, եւ կարիք չկա այստեղ այնտեղ ընկնել, եւ ամեն մի անհատ ինքը իր կյանքի ընթացքում իր գիրքն է ստեղծում, եւ այդ գիրքը ի վերջո պիտի բացվի եւ կարդան։ Իզուր չէ, ասենք, մեր հիշատակարանների ֆենոմենը, ասենք, գրիչը անընդհատ գրում է, խնդրում եմ, անունս չջնջեք, ուզում ես անունդ գրես, ուրիշ տեղ գրի, բայց ով ինձ ջնջի իմ անունը, թող իր անունը ջնջվի կենաց մատյանից։ Այսինքն այդ հիշողության ֆենոմենը, որ այն ինչ որ տեղի է ունենում, մենք ոչ թե հիշում ենք, որ կայանանք, այլ այդ ամեն ինչ որ տեղի ունենում, մենք պարտավոր ենք հիշել, որովհետև այդ հիշողության հիման վրա է կայանալու մեր փրկությունը։ Այսինքն այս պարագային փաստորեն հավաքական հիշողությանը նաև վերագրվում է իմ խոսքի սկզբում ասած միստիկ, մետաֆիզիկ հատկություններ։ Ես դժվարանում եմ, ասենք, ոչ այդքան գործնական։ Գիտեք ոնց, եթե մարդը հավատացյալ է, նարեկացին գործնական է, թե գործնական չէ, նրա անընդհատ ասում է, այ ես մտածում եմ, որ Աստված արդարադատը ինձ ներելու է, բայց բացում եմ կյանքիս մատյանը եւ տեսնում եմ երանության փոխարեն անեծք է այնտեղ գրված։ Դա կյանք է, դա դինամիկա է, որը հնարավորություն է տվել ամենածանր պայմաններում մարդիկ հիշողությունը հավաքեն եւ ակնկալեն ապագան։ Առանց դրա վաղվա օրը ոնց կարող էր լինել այն հանրույթի համար, որին ամեն կողմից ճնշում են, հալածում են, ոչնչացնում են։ Ի վերջո հայերի լինելության ֆենոմենը։ Ես կարծում եմ, ուղղակի ես ժամանակ երևի այդքան չէ, բայց նույնիսկ ցեղասպանության այդ հիշողությունը այսօր գործնական բաներ ունի, այդ հիշողությունը ուղղված է ապագային։ Հայերը միշտ հիշել են եւ մտածել են, որ մի օր գալու է եւ ասելու են դուք լավ չեք արել, դուք սխալ եք արել։ Այսինքն այդ հիշողությունը չէր կարող այդպես ծաղկում ունենալ, դառնալ կյանքի լծակ, եթե այն չունենար նաեւ որոշակի հեռանկար։ Ես կարծում եմ, որ հավաքական կամ կոլեկտիվ հիշողության դեպքում ամենաառաջնային նրա ուրեմն գոյատևման հիմքերից մեկն էլ այդ ապագան է եւ ընդհանրապես երբ որ մենք խոսում ենք մշակույթի մասին, մենք կարող ենք ասել, որ հայ մշակույթը ունի ընդգծված փրկագործական ուղղվածություն եւ մենք շատ բաներ մեր մշակույթում կարող ենք հասկանալ, եթե ընդունում ենք, որ այն ուղղված է ապագային։ Եվ վերջում երկու խոսք թանգարանային, այսպես ասած, մշակույթի մասին, պարոն Ստեփանյանը շատ լավ ասեց, բայց հետաքրքիր է, որ բազմաթիվ մշակութաբաններ, երբ խոսում են իրական մշակութային գործընթացի մասին, որպես կանոն թանգարանային մշակույթ ճակերտներով ներկայացնելով նկատի են ունենում, որ մշակույթը առաջ չի գնում, որ մշակույթը չի զարգանում, չէ, ես հասկանում եմ, եւ այսօր անկեղծ ասած, նույնիսկ ասենք շատ հաճախ մեր թանգարանագիտությունը ձգտում է թանգարանը բացել, հանել, տանել դեպի հասարակություն։ Այսինքն միշտ պիտի հիշել, որ կա որոշակի վտանգ, որ ակտիվ հիշողությունը կարող է թանգարանացվել եւ ընդհանրապես ցանկացած թանգարանացման process նշանակում է որոշակի հրապարակայնացման պակասացում եւ այսօր մենք մեծ խնդիր ունենք մեր մշակութային մեծ ժառանգությունը փորձել մի քիչ թանգարանացման վիճակից դեպի առաջ տանել։ Ես պետք է ասեմ, որ կոլեկտիվ հիշողությունը բացում է մեզ առաջ ժամանակի 3 հարթությունները, որոնք մեզ համար հիմա շատ սովորական են. անցյալ, ներկա եւ ապագա։ Եվ թանգարանը, որի օրինակը ես բերեցի, իրեն պայմանականությամբ, որ ես կանգնած վերջում կազմակերպում եմ, միտված է նաև ապագային։ Ուրեմն թանգարանը այնքան էլ այսպես քարանձավ չէ, ինչպես պատկերացնում ենք։ Թանգարանի ընկալման թանգարանը միտված է այսօրվան, հետո կգան, ասենք, կփոխեն էքսպոզիցիան, իրերի տեղերը կարող են փոխել, կարող են դնել, մանավանդ ելի եմ ասում, ինչ հարց ունենք անցյալին։ Այդ հարցից ելնելով կարող ենք անցյալի նկատմամբ եւ մուզեի նկատմամբ մեր հարցադրում ունենալ, որովհետեւ դասագրքերը ժամանակ առ ժամանակ, ինչպես եւ նույն պետք է փոխվեն։ Գալիս է նոր սերունդ, մշակութային նոր հարացույց եւ անցյալի նկատմամբ մենք ունենում ենք իհարկե պահպանելով հիմնական մշակութային արժեքներ, որովհետեւ պատմական յուրաքանչյուր արժեք մշակութային է։ Միայն մշակութային արժեքը, որ կարող է քաղաքակրթական երկար հազարամյա ճանապարհների մեջ պահպանել իրեն։ Այստեղ ես բերել եմ
խորնացու ամենահայտնի ասացնիկներից մեկը, եւ կուզեի սրա եւ մեկ էլ Ուիլյամ Սարոյանի մի բանաձևերի մասին խոսել եւ մեր խոսքը այսպես ներկայացնել։ Խորնացին ասում է թեպետ եւ եմքացու փոքր եւ թվով հուժընդ փոքու սամանյալ եւ զորությամբ տկար եւ այլով հոլով անգամ նվաճյալ թակավորությամբ սակայն բազում գործ կարության կտանին գործալի եւ իմերում աշխարհիս եւ արժանի գրած հեշտակի սա պատմակետի այսօրվա անգամ անցյալը կազմակերպելու ճիքը գործողություն փայլուն արդյունքով է վերջացել։ Մենք չգիտենք թե մենք ինչ կլինեինք, եթե հայոց պատմությունը խորնացու չլիներ։ Ես ունեմ չեմ պատկերացնում։ Բայց դա մտավոր ճիք է։ Անպայման։ Եվ ստեղ տեսեք պատմության, հիշողության ատոմար վիճակը գործք արության։ Ատոմար վիճակներ արել, որոնք պետք է կապել իրար, եւ եթե կապում ենք իրար, դառնում է գրոցի շատակ։ Անպայման պետք է ֆիքսվի։ Այն ինգերս ճիշտ ասած, որ աշխարհը գիրք է, որ ունի սկիզբը, բայց վերջը կգա, եթե մենք դրա վրա չաշխատենք անընդհատ։ Ուիլյամ Սարոյանը ունի հայկականության մասին մի այսպիսի արտահայտություն, որը միշտ չի որ արժանանում է անհրաժեշտ այսպես ուշադրության։ Sad pride, տխուր հպարտություն, հայության մասին այդպես ասում նա։ Սա առսպելաբանությունից դեպի էսթետիկական, գեղագիտական բանաձևում է։ Տեսեք ինչպեսի հետաքրքիր։ Նա այն մանրամասնությունները, ինչ որ խորենացին արել են, ես չգիտեմ իր մեխանիզմները չկա, ասան, տրված տեքստ է։ Առասպելաբանությունից դեպի էսթետիկա, հայկականությունը տեսեք ինչպես է ձևակերպել։ Եվ մեկ էլ Չարենցը, ես իմ անուշը։ Կա մի երկիր, որն այլևս չկա։ Այդ երկիրը մենք վերականգնում է Չարենցը հիշողության դաշտով։ Եվ ինչ է ասում, սիրում եմ։ Սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ։ Սերը ընդհանրապես հին հունական գիտակցության մեջ եւս ձգտում է վերականգնել այն ինչ որ չկա։ Սիրում եմ կնոջը, քանի որ նա անկատար է։ Սիրում եմ հայրենիքս, որովհետեւ գիտեմ, որ հայրենիքի մեջ անկատար բաներ կան։ Սիրում եմ երեխայիս, քանի որ երեխայիս մեջ անկատարություն, հենց իր տարիքը արդեն անկատարություն է։ Եվ այսպես մեզանում մշակվել են տեքստեր ընդհանրական կոլեկտիվ ըմբռնման մի ամբողջական տեքստեր, որոնք հնարավորություն են մեզ տալիս հարաբերելու ինչպես մենք մեզ շատ կարևոր է եւ հարաբերելու նաեւ աշխարհին մեր պատմության պատկերը հարաբերելու շրջակա աշխարհի հետ սա թերևս արդի հայ մշակույթին պակասում է մենք ստեղծել ենք մեր պատկերը մենքակենտրոն մեր պատկերը եւ պատմության մեջ դա հույս զգալի է բայց հիմա դժվար է դա համահարաբերակցել համաշխարհային պատմության իրողություններին։ Հավաքական հիշողություն թեմայի շուրջ զրույցը շարունակում ենք պատմագետ Ալբերտ Ստեփանյանի եւ մշակութաբան Համլետ Պետրոսյանի հետ։ Պարոն Ստեփանյան, դուք ձեր խոսքում հավաքական հիշողության կազմակերպման մեխանիզմը գործընթացը նկարագրելիս շեշտեցիք արժեբանությունը, այսինքն հիշողությունը անպայման կառուցվում է ներկայում, կառուցվում է ընտրությամբ եւ արժեբանական ընտրությամբ, այսինքն ինչն ենք արժևորում, դա էլ փորձում ենք հիշել եւ դրա վրա կառուցել մեր հիշողությունը հավաքական նաեւ։ Ձեր կարծիքով այսօր այն արժեքները, որոնք թույլ են տալիս մեր հավաքական հիշողությունը այսօրվա իրականության մեջ ձևավորել, որոնք են եւ որքանով են համապատասխանում մեր, այսպես ասած, մշակութային, մշակութաբանական ինքնությանը։ Մենք այստեղ խզում ունենք, թե ոչ։ Անպայման կա։ Նախ մեր ինքնությունը, դուք շատ լավ վերջում ասեցիք, պատմությունը, հիշողությունը եւ մեր ինքնությունը։ Ինքնութենական բարդ խնդրի առաջ ենք մենք հիմա ազգովին կանգնած։ Ինչ է դա նշանակում։ Տեսեք ինչ է, մի քանի պարամետրեր, երկու պարամետր ասեմ։ Մենք հեռացել ենք նախկին խորհրդային ինքնութենական չափումից, բայց նոր չափման եզր չենք գտել։ Երկրորդ, մենք աշխարհասփյուր ժողովուրդ ենք, եթե մենք խոսում ենք հավաքական հիշողության մասին, ապա նշանակում է այդ հիշողության դաշտի մեջ պետք է ներառվի այն մարդը, որ ապրում է նաև Փարիզում, այն մարդը, որ ապրում է Ամերիկայում, այն մարդը, որ մերձավոր արևելքում է ապրում, այսինքն մարդիկ, որոնք ապրում են մշակութային, քաղաքակրթական այլ միջավայրերում
եւ իրենց համարում են հայ։ Ուրեմն մենք նախապես պետք է իմանանք ինչ է հայը, որպեսզի կարողանանք նրա հիշողութենական ընդհանրական դաշտը կազմակերպել։ Եթե չգիտենք թե ինչ բան է հայը, սա արտակարգ դժվար խնդիր է։ Մի ժամանակ մենք կարծում էինք այն մարդը, որի հայրը եւ մայրը հայ են, արյունով նա հայ է, նշանակում է անպայման ինքը հայ է։ Բայց հիմա մենք գիտենք, որ այդ խնդիրները չափազանց բարդ իրողություններ են եւ որ այդ խնդիրների նկատմամբ պետք է լինեն մի քիչ ավելի այլ վերաբերմունք։ Ինքնությանական խնդիրը ներքին մշակութային ընտրության խնդիր է։ Բացառված չի, որ ժխտողության միջով էլ այս մարդն անցնի եւ կարծում եմ դա շատ լավ է, որ անընդհատ հարցեր մենք մեզ տանք, ո՞րն է հայը։ Մեկ ընդմիշտ տրված իրողություն չէ հայը։ Հայերը պետք է հայ լինելը պետք է անդադ խնդրարկվի։ Խնդրարկումը մենք ձեզ հետ արդեն այսօր ասեցինք մշակութային խնդրարկում է, քաղաքակրթական խնդրարկում է։ Ինչն է, ասենք, աշխարհասփյուր հայերիս հիմա միավորում։ Դխուր բան պետք է ասեմ, եղերն է միավորում։ Մեզ բոլորի հիշողության մեջ դրված է եղերնը, առաջին հերթին պետք է ասեմ։ Հետո դրանից հետո գալիս է 5-րդ դարը մեր Փարապանց, հետո Նարեկացին, հետո կգա Սայաթնովան, հետո կգա Աբովյան, հետո կգա արևմտահայ, արևելահայ գրողների մի ամբողջ փաղանք կգա, հետո կգան նկարիչներ, այո, դրանք կան։ Բայց այսօր դոմինանտը ինչքան էլ բանն է, մեր եղերնի խնդիրն է եւ աշխարհի նկատմամբ մեր արդարացի վերաբերմունքի խնդիրն է։ Իսկ այդ խնդրարկումը քաղաքական գործընթաց է։ Պատմական հիշողությունը ինքը ինքնության մաս է։ Այսինքն ոչ թե ինքը ինքնությանը հակադիր կամ ինքնությունը պիտի կարգավորի, այլ երբ որ մենք ասում ենք ազգային ինքնություն, անպայմանորեն հասկանում ենք, որ առանց պատմական հիշողության չկա ազգային ինքնություն։ Երբ որ հիշողության մասին տեսությունները 20-րդ դարում սկսեցին զարգանալ, որոշ հայ ազգաբաններ սկսեցին մտածել, որ այդ տեսական մեթոդական բանաձևերը կարելի է օգտագործել, ասենք, կոնֆլիկտների ժամանակ։ Եթե մենք լավ գիտենք, թե հիշողության մեխանիզմները որոնք են, ուրեմն երկու ժողովուրդների կոնֆլիկտը, որի հիմքում ընկած է այսպես կոչված պատմական հիշողությունը, կարելի է որոշակի փորձեր անել, կարգավորել այդ ամենը, բայց մենք միշտ մոռանում ենք, որ այդ հիշողությունը կազմում է ինքնությունը, եւ եթե մենք փորձում ենք կարգավորել հիշողությունը, դա լինի պետական մակարդակով, ինտելեկտուալ որևէ կոչի մակարդակով, մենք ինքներս գործ ենք ունենում բուն ինքնության հետ, եւ այս դեպքում մենք պիտի մեզ հաշիվ տանք, այն ինչ որ մենք ձեռնարկում ենք, մենք ուզում ենք, որ նաեւ փոխվի մեր ինքնությունը, եւ այդ ինքնության որ բաղադրամասը, որ կերպը պիտի փոխվի, նոր ձեռնարկել, սա շատ էական է, եւ երկրորդը, որ ակնհայտ զգացվում է, ասենք եվրոպական բազմաթիվ հասարակությունների մեջ կոլեկտիվ հիշողությունը եւ պատմությունը իրարից սերտորեն անջրպետված են։ Ակադեմիական գիտությունը կամ պատմագիտությունը դա պրոֆեսիոնալների զբաղմունք է եւ հասարակության մեջ կա լուրջ վերաբերմունք դեպի այդ բնագավառը։ Կոլեկտիվ հիշողությունը դա իրական կենսընթաց է, որը ենթակա է հոգեբանների, ազգաբանների կողմից ակնհայտորեն հետազոտության, բայց այս երկուսը չեն նույնանում։ Ընդհանրապես բազմաթիվ մերձավոր արևելյան ժողովուրդների եւ հատկապես հայերի պարագայում ամենամեծ շփոթը այն է, որ շատ հաճախ այս երկուսը միախառնված են։ Պարոն Ստեփանյանը ասենք երևի կհավաստի, որ այսօր ակադեմիական բազմաթիվ ամսագրերում մեր գոլեգաները տպագրում են հոդվածներ, որոնք ակնհայտորեն ակադեմիզմի բնագավառից չեն։ Եվ դա գնալով շատանում է եւ ես կարծում եմ դա ինչի մասին է խոսում ձեր կարծիքով։ Դա խոսում է այն պրոֆեսիոնալիզմի պակասի խնդիր է, որ մեր հասարակության մեջ որոշակիորեն այսպես սովետական այդ սահմաններից հետո սահմանված է մի քիչ յետընթաց կա եւ առայժմ չենք կարողանում նաեւ ամբողջովին յուրացնել եւ հաշտեցնել բանը արևմտյան մեթոդաբանությունը մեր սեփական, ասենք, ժառանգած մեթոդաբանության մոտեցումների հետ եւ կարծում եմ, որ այսօր հումանիտար գիտության Հայաստանի գիտելիքի ամենամեծ խնդիրներից մեկը սա է, այսինքն այլապես մենք ընդհանրապես մեծ վտանգ ենք տեսնելու, որ մեր մոտ այսպես պատմական գիտությունը դառնալու է հավաքական հիշողության մի բաղկացուցիչը եւ մենք չենք հասկանալու որն է ճշմարիտը, ինչպես խորենացին ուզում էր, որն է իրականը եւ որն է ընդհանուր ժողովրդական կենսընթացը։ Մեր տապանակարերում մի շատ հետաքրքիր քանդակ կա,
որ դարեր շարունակ քանդակում են երիտասարդ, որի մի ձեռքին պնակիտ է, իսկ մյուս ձեռքին գրիչ։ Մեր ամբողջ պատմությունը ընկալվել է, այո, որպես գրավոր պատմություն, իսկ այդ պատմությունը հնարավոր չէր կեղծ գրել։ Դա պիտի գրել այնպես, ինչպես իրականում տեղի ունեցել, որտեղ կա մեկը, որը ի վերջո ասելու է, ինչ ես գրել այստեղ։ Եվ ես մեզ բոլորի այսօր նույնպես կամենում եմ այդ կերպարի նման եռանդի վերականգնում, որ այն ինչ որ գրվում է, գոնե ինչ որ չափով տարանջատվի նրանից, այն ինչը հնդածը է։ Համաձայն եմ գոլեգային, որ վերջին ժամանակներս խախտվել են սահմանները։ Հրապարակի գիտությունը, եթե գիտություն կարելի անել, ներբերվում է ակադեմիական միջավայր։ Հրապարակին դուր գալու համար այսպիսի բաներ կան, որտեղ ընթերցող կան մարդիկ, որոնք ասենք թե չեն գունակ, ես կարող եմ բերել Նիկոլայ Վասիլիևիչ Հարությունյան, օրարտագետ Նիկոլայ Հարությունյան։ Նա երբևէ չի ընկնում այդ Ուրարտուի, չգիտեմ, Հայաստանի, բայց գրել է Ուրարտուի տոպոնիմիկան եւ Ուրարտուի տեղանունների 90%-ը բացատրվում է հայերեն։ Ասեք, այս մարդը ավելի շատ աշխատանք չի արել, քան նրանք, որոնք գոռում ճվում են, թե Ուրարտուն Հայաստանը։ Մենք պետք է ստեղծենք պրոֆեսիոնալ պատմագետների սերունդ, որը գիտի իր պատմությունը եւ գիտի համաշխարհային պատմությունը, որ գիտի իր պատմության ճշմարտությունը եւ համաշխարհային պատմության ճշմարտության համադրելիության, չեմ ասեմ գաղտնիքը եւ այլն, պետք է իմանա։ Այլապես մենք պատմությունից դուրս մարգինալ ժողովուրդ ենք։ Բայց մեր մարգինալացման մյուս բանը, մենք եւ մեր սփյուռքն է, նրանք հայ են։ Մենք պետք է ունենանք ընդհանրական տեքստեր։ Մենք պետք է ունենանք ընդհանրական դասագրքեր։ Մենք անգամ ընդհանրական, այսպես գրության համակարգ չունենք։ Պատկերացրեք, նրանք գրում են մի ուղղագրությամբ, մենք գրում ենք մեկ ուղղագրությամբ։ Սրանք տեխնոլոգիաները, որ մեզանից բաժանում են։ Մենք պետք է ճիգ գործադրենք, տեսեք մեր կողքի ադրբեջանցիներ մի քանի տարում անցան լատինատարին, չէ՞։ Միանգամից մենք նստում ենք երկար, բարակ, ինչ որ բաներ, գործողություններ պետք է կատարվի, ինչ որ բան պետք է պարտադրվի, այո, ինչ որ բան իմպերատիվ, որտեղ մշակույթի մեջ իմպերատիվներ կան, չէ՞։ Մենք կանգնել ենք այդ իմպերատիվի առաջ, հիմա սկսում ենք անդադ խոսել։ Մենք պետք է գոյատևենք իբրև հայ եւ պատասխանենք պարտության մարտահրավերներին, այլապես մենք հիմա ցակուցրիվ ենք, պետք են միջոցներ։ Այստեղ պետությունից եկող իմպուլս է պետք։ Պետք են հասարակական կազմակերպությունների միջոցներ, պետք են համազգային ֆոնդեր, որպեսզի գրվեն հիշողութենական տարասեռ տեքստեր մեր պատմության վերաբերյալ, որովհետև ում ենք ինչ ուզում ապացուցել։ Մեր եղերն ապացուցելու խնդիր չունի պատմաբանի դիտանկյունից։ Մեր եղերն ապացուցելու խնդիր ունի երևի իրավաբանի տեսանկյունից, միջազգային հարաբերության մասնագետի, հոգեբանի դիտանկյունից։ Մենք ինչը պետք է գնանք Թուրքիային ասենք, մենք այստեղ եղել ենք, հիմա այստեղ չենք։ Հրանտ ինքը նրանց շատ լավ պատասխանեց։ Թեկուզ ոսկե ինքնաթիռով մեզ տեղափոխած լինեիք անապատներ, այնուամենայնիվ դուք մեզ փոկեցիք մեր արմատից եւ մենք այստեղ չկանք այլևս։ Սա եղերն է։ Ինչի մասին պետք է խոսենք նրանց հետ։ Ուրեմն հիշողությունը միայն կրկնենք, մենք այն ենք, ինչ հիշում ենք, եւ այդ հիշողությունը պետք է մենք ուղղորդենք։ Գուցե տարօրինակ հարց եմ տալիս հաղորդման ավարտին, բայց հնարավոր է այսպիսի բան ազգի հանդրության կյանքում թեկուզ հենց ինքնութենական հարցերը ճշտելու համար քաղաքացիական հասարակության ձևավորումը, որովհետև դրանք նույնիսկ թվում է հակադիր երևույթներ են, բայց դուք հիմա առաջադրում եք այնպիսի հարցեր ինստիտուցիոնալ մոտեցում պահանջող, որոնք քաղաքացիական հասարակության այսպես եզրաբանության մեջ են մտնում, տրամաբանության մեջ են մտնում։ Ընդհանրապես քաղաքացիական հասարակության ձևավորումը դա մի տեսակ նաև կարծեք թե պարտադրված է, որովհետև Հայաստանը այլ ճանապարհ չունի գնալու եւ չգիտեմ ինչ ցավերով, ինչ ճիքերով, ինչ ժամանակաշրջանում դա ակնհայտորեն կայանալու է։ Բայց կա մի ուրիշ խնդիր, եւ որ մենք շատ հաճախ շփոթում ենք, կան ազգային շահեր։ Ցանկացած դեմոկրատական հասարակություն, ցանկացած քաղաքացիական հասարակություն, որտեղ հարգում են մարդու բոլոր իրավունքները, որտեղ գոյություն ունի սոցիալ-մշակութային մի մեծ տարածք ընտանիքի եւ պետության միջև, որ կոչվում է քաղաքացիական հասարակություն, բացարձակապես չի լուծելու այն խնդիրները, որոնք կոչվում են ազգային շահեր։
Այսինքն մենք կարող ենք որակապես ավելի լավ հասարակության մեջ լինել, մենք կարող ենք հանդուրժողականության ավելի մեծ պաշար ձեռք բերել, բայց ցանկացած հանդուրժողականության պաշար ունեցող քաղաքացիական հասարակություն միևնույն է անտարբեր չէ իր անցյալի նկատմամբ, եւ եթե չկա հիշողությունը, չկա մշակույթը, չկա մարդկությունը։ Այսինքն ըստ էության մենք իհարկե ավելի երջանիկ կլինենք, մենք ավելի լավ կապրենք, մենք ավելի լավ իրար կհասկանանք, բայց այդ ամենը չի նշանակում, թե մենք չենք ունենա պատմական կամ կոլեկտիվ հիշողություն։ Եվ այստեղ չպետք է խառնել մի բան։ Պատմական միտքը ծնվում է Աթենքում, որտեղ ձևավորում է, չէ, քաղաքացիական հասարակություն։ Հերոդոտը սկսել է գրել, Թուկիդիդես այնտեղ է գրել, Քսենոփոնը այնտեղ է գրել։ Այսինքն ստեղծում է ճշմարտության ալեթեայի մի այսպես կառույց է ստեղծում հասարակության ամենատարբեր խավերի միջև։ Բայց այդ հասարակությունը կառավարվում է մի մեխանիզմով, այսինքն Պերիկլեսի կառավարման ժամանակաշրջանում։ Հետագայում Թուկիդիդեսը ասում է այդ քաղաքացիական համայնքը, նարքին ասում հասար համայնքը, եւ ասում է կառավարման համակարգը եկեք չնույնացնենք իրար։ Ինչպես ժողովրդավարությունը, դեմոկրատիան եւ հանրապետությունը եկեք չմիացնենք, որովհետեւ հանրապետությունը կարող է անգամ միապետական հանրապետություն լինել։ Ուրեմն Պերիկլեսի ժամանակ մեկի գերակայության պարագային դեմոկրատիա էր, մեկը ուղղորդում էր։ Հետո Ցիցերոնը պետք է ասի ռեկտոր, ուղղորդող, չի ասում է, պետք է լինի դեմոկրատիան միշտ ուղղորդող կամ ուղղորդողների խումբ պետք է լինի։ Այն դեմոկրատիաներն են, որոնք չունեն ուղղորդողներ, ժողովուրդը իջնում է սև զանգվածի օխլոսի մակարդակի։ Դեմոկրատիան միշտ ունենում է իր էլիտան, մեր ասելիքն ինչ է, որ պետք է ձևավորվի հասարակական մշակութային արժեքների գերագույն կրողների մի համակարգ, որն չի, որ ասենք թե կոչումներ ունի, չգիտեմ ինչեր ունի, վաստակավորներ, մեդալավորներ, չգիտեմ ինչ, գիտենք մեզանում ոնց են դրանք ստանում։ Բայց նրանք, ովքեր իրենց գործը անում են պրոֆեսիոնալ, արդար, ճշգրիտ, եւ իրանք իրավունք ունեն կոչվելու իրենց ազգային էլիտայի, ազգային լավագույն հատկանիշների կրող ժողովրդի ինքը կընտրի։ Մեր ակադեմիայի մենք մոռացել ենք, որ պաշտամունք կար մեր ժողովրդի մեջ Վիկտոր Համբարձումյանի գլխավորությամբ։ Մեր ազգային ինքնության կայացման անհրաժեշտ ձևերից մեկն է քարիզմա է պետք, մշակութային քարիզմա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Այսօր մենք բավական շատ մեջբերեցինք անտիկ եւ միջնադարյան հավաքականության ներկայացուցիչներին։ Ես այսօրվա հաղորդումն ուզում եմ ամփոփել 20-րդ դարի երկրորդ կեսի ամերիկացի մի պոետի խոսքից մեջբերում եմ Ռոբերտ Լոուելին։ Հզոր էպիկական թափ ունեցող իրադարձությունները անհետ չեն անցնում։ Իհարկե դրանց մասին տեղեկությունները գործածվում են քարոզչական կամ գիտելիքի կուտակման նպատակով, սակայն դրանք ունեն որոշակի խորհրդավոր մետաֆիզիկական կշիռ արժեք։ Հասնելով դրան միայն մենք մոտենում ենք որևէ ազգի խառնվածքը հասկանալուն։ Ամենայն բարիք։